Անցավ աշունը, անցավ և հայոց դառնաշունչ ձմեռը։ Տարոնի ընդարձակ դաշտավայրը դեռ նոր էր սկսել կանաչազարդվել նորաբույս խոտերով։ Դեռ նոր նորեկ ծիծեռնակը ավետում էր գարնան ուրախալի վերադարձը։ Լռեց փոթորիկը, դադարեց բքաբեր Բորյասը, և նրանց փոխարեն անուշ սյուքը մեղմ ալիքներով անցնում էր թավշապատ հովիտների վրայով, տարածելով դեպի ամեն կողմ կյանք և զորություն։ Գարնանամուտի առաջին առավոտն էր։ Ողական ամրոցը այս առավոտ մի առանձին հարապուրիչ տեսք էր ստացել։ Պատերը և սենյակների ճակատները դրսից ու ներսից պատած էին կանաչ թուփերով ու թարմ տերևներով։ Ծառաները, սպասավորները, նաժիշտներն ու աղախինները ամենքը տոնական հագուստներով զարդարված, ձեռքները և մազերը կարմիր ներկած, վազվզում էին այս ու այն կողմ և օրվա պատշաճին վայել պատրաստություններ էին տեսնում։ Ամբողջ ամրոցը շնչում էր խորին հոգեզվարդ բերկրությամբ։ Արևի առաջին ճառագայթների հետ որոտացին պալատական նվագարանները և շարունակում էին անլռելի հնչյուններով ածվիլ։ Ողական ամրոցը տոնում էր գարնանամուտը, որ միևնույն ժամանակ պարսից տարեմուտն էր։ Դա չէր հայոց սիրելի նավասարդը, հայոց նոր տարին, որ յուրաքանչյուր ամի աշխատախումբ բազմությամբ տոնվում էր աշտիշատի ծաղկազարդ տաճարներում։ Դա հայոց համար բոլորովին խորթ և բոլորովին օտար մի տոն էր, որ առաջին անգամ կատարվում էր Մամիկոնյանների ամրոցում։ Դա պարսկական տոն էր։ Ինչեր չփոխվեցան, ինչ նորամուծություններ չեղան սկսյալ այն օրից, երբ Սամվելը թողեց այդ ամրոցը։ Հին իրանց նախնական ծեսերին ու սովորություններին հավատարիմ մնացած ծառաներն ու աղախինները այլևս չկային։ Ոմանք կամովին հեռացան, ոմանց հեռացրեց Սամվելի խստասիրտ մայրը։ Նոր ծառաներն ու նոր աղախինները կրում էին պարսկական հագուստներ, խոսում էին պարսկերեն։ Նրանցից շատերը պարսիկներ էին։ Հայ քահանան այլևս մուտք չուներ այդ ամրոցում։ Նրա փոխարեն յուր կրոնական պաշտամունքը կատարում էր պարսիկ մոգը։ Տնային վարժապետները, դաստիարակները, դայակներն անգամ, որոնք կրթում էին մանուկներին քրիստոնեական ոգով, քրիստոնեական առաքինություններով, փոխված էին։ Նրանց պաշտոնը կատարում էին պարսիկ մոգերը, ուսուցանելով մազդզած կրոնի հրահանգները։ Կերակուրներն անգամ փոխված էին, ըմպելիքներն անգամ փոխված էին։ Փոխված էր և սենյակների կահավորության սարք ու կարգի ձևը։ Հին ավանդական սովորությունների փոխարեն տիրապետում էր նորը, պարսկականը։ Վաղեմի նահապետական կարգերի փոխարեն, որոնց գեղեցկությունը հենց նրանց պարզության մեջ էր, տիրապետում էր պարսկական զეხությունը, պարսկական շռայլությունը։ Չկային նաև ամրոցի մյուս բնակիչները։ Մուշեղ Մամիկոնյանի ընտանիքը տեղափոխվել էր Տայոց երկրի Երախանի բերդը։ Վարդան Մամիկոնյանի այրին, տիկին Զարուհին, յուր զավակների հետ գտնվում էր նույնպես Երախանի բերդում։ Չկար և Նազելի Որմիզ դուխտը, Սամվելի խորթ մայրը։ Նա հենց այն ժամանակ թողեց ողական ամրոցը և գնաց Պարսկաստան, երբ Սամվելը հեռացավ այդ ամրոցից։ Ամրոցում մնացել էր միայն Սամվելի հարազատ մայրը, տիկին Տաճատուհին, որ այժմ միանգամայն նրա տերն ու թագուհին էր։ Նա այս առավոտ միայնակ շրջում էր ամրոցի մեծ դահլիճում, ուշադրությամբ զննում էր յուրաքանչյուր առարկան, յուրաքանչյուր մանրամասնությունը, տեսնելու արդյոք ամեն ինչ յուր տեղումն էր, արդյոք ամեն ինչ կար, թե մի բան պակաս էր։ Նրա ամբողջ հագուստը փայլում էր ոսկու և գոհարների մեջ, փայլում էր և նրա սիրուն դեմքը։ Մերուժանի մեծամիտ քույրը Մերուժանի գեղեցկությունն ուներ, բայց զուրկ էր եղբոր դեմքի վսեմ արտահայտությունից։ Դահլիճը տոնի պատշաճին համեմատ շքեղ կերպով զարդարված էր։ Հատակը պատած էր ամենաթանկագին գորգերով ու օթոցներով։ Պատերը ծածկված էին ամենանուրբ տիպակներով և մետաքսյա գույնզգույն կերպասներով։ Լուսամուտներում հաղճապակյա գեղեցիկ թաղարների մեջ դրված էին նոր բացված ծաղիկներ և զանազան մշտականաչ բույսեր։ Ջրի, գինու, օշարակների անոթներն անգամ, որ շարված էին սեղանի վրա, պատած էին հրաշալի կանաչազարդությամբ։ Ամեն կողմում կանաչ, ամեն կողմում դալարիք, ամեն կողմում ժպտում էին ծաղիկները, նորեկ գարնան բերած պարգևները։ Ամբողջ դահլիճը սրսկած էր անուշահոտ վարդաջրով և բուրում էր ախորժելի հոտավետությամբ։ Նոր տարին քաղցրացնելու համար պատրաստված էին զանազան տեսակ նուրբ քաղցրավենիներ, որ համեմած էին արևելյան անուշահոտ համեմներով։ Տեղային պտուղներից ընդարձակ նախշուն խաներով դրված էին սեղանի վրա 7 տեսակ չոր մրգեղեններ, որ խառնել էին միմյանց հետ։ Թեև այդ տոնը հայոց համար բոլորովին խորթ էր և նորամուտ, բայց Սամվելի մայրը տոնի թագուհին այնքան շնորհք և ճաշակ ուներ, որ կարողացել էր բավական վայելուչ ձև տալ նրան։ Այդ էր պատճառը, որ շատերը պատրաստվել էին մասնակցել, եթե ոչ համակրելով, այլ ավելի տեսնելու բաղձանքով։
Բայց կային եւ այնպիսիները, որոնց թիվը փոքր չէր, որ պատրաստվել էին մասնակցել ամենայն սիրով եւ հաճությամբ։ Հեթանոսական հին սովորություններին եւ հին պաշտամունքների խորին հետքերը դեռ ոչ իսպառ ջնջված էին քրիստոնյա Հայաստանից, իսկ ոմանք ստիպված էին մասնակցել երկյուղ գրելով տիրոջ չար վրեժխնդրությունից։ Մեր ուժանի քույրը եւ մեր ուժանի անգթությունն ուներ, բայց զուրկ էր եւ եղբոր մեծահոգությունից։ Նա դեռ միայնակ ճամում էր շքեղազար դահլիճի մեջ, որ կազմ ու պատրաստ սպասում էր այցելուներին, որ պիտի ներկայանային յուր նոր տարին շնորհավորելու։ Նայում էր շրջապատող առարկաների ճոխության վրա եւ հիանում էր, բայց նրա հիացմունքն այնքան կարճատև, այնքան րոպեական էր լինում, երբ դառնում էր յուր սրտին, յուր ներքին զգացմունքներին։ Վաղուց էր, որ ոչինչ տեղեկություն չուներ ամուսնից։ Տեղեկություն չուներ եւ որդու Սամվելի մասին։ Չգիտեր նաև, թե ինչ էր շինում եղբայրը, մեր ուժանը։ Շարունակ 5 ամիս դառնաշունչ ձմեռն այնպես սաստկությամբ կտրել էր ամեն հաղորդակցություն, որ նրան դեռ հայտնի չէր, թե ինչ աղետներ, ինչ ողբալի գործեր էր կատարվել հայոց աշխարհի հյուսիսային կողմերում, բայց նա ներքին խուլ բնազդաբար միայն զգում էր եւ անախորժ բան։ Նրա շրջապատողների մեջ արդեն տարածվել էր մի ինչ-որ շշունչ, մի ինչ-որ քրթմնջոց, որ ամենայն ծածկամտությամբ աշխատում էին թաքցնել։ Այդ նկատում էր նա, եւ նրա ալետանջ սրտում ծագում էին զանազան կասկածավոր խոկումներ։ Մյուս կողմից յուր հպատակների մեջ նկատում էր մի տեսակ սառնություն, մի տեսակ բռնադետալ խոնարհություն, որ հակամայից ցույց էին տալիս նրան։ Ինչ էր նշանակում այդ։ Նա դժվարանում էր ինքն իրան հաշիվ տալ։ Եղբոր մեր ուժանի պարտության լուրը եւ ամուսնու սպանման բոթը յուր հարազատ որդուց դեռ նոր էին հասել տարոն, բայց տակավին պտույտվում էին ստուգության մթության մեջ։ Ոմանք դժվարանում էին հավատալի, ոմանք, եթե հավատում էին, վախենում էին մի ուրիշին հայտնել, բայց այնուամենայնիվ այդ համբավները խորին ուրախություն պատճառեցին նրա հպատակներին, թեև դեռ ոչ ոք չէր համարձակվում յուր զգացմունքները արտահայտել։ Նա կատարեց ավելի, քան կարելի էր կատարել։ Այն նորամուտ եւ խորթ նորամուտությունները, որ նրա ամուսինը եւ եղբայրը չկարողացան սրով ու հերով մտցնել հայոց աշխարհում, նա մտցրեց Մամիկոնյանների խաղաղտան մեջ անարյուն պատերազմով։ Այն տան մեջ, որ ամենահին ժամանակներից միշտ ներկայացել էր որպես մի ճշգրիտ տիպար քրիստոնեական բարեպաշտության։ Որքան ուրախ էր, որքան գոհեր յուր հաջողություններով։ Սա արդեն հող պատրաստած էր համարում եւ սերմը ցանած էր համարում, սպասում էր ցանկալի հունցքին։ Եվ որքան պիտի սիրեր նրան ամուսինը, երբ յուր տանը վերադառնալու ժամանակ ամեն ինչ պատրաստ կգտներ։ Բայց ինչն էր դրդում այդ փառասեր կնոջը նետվել կրոնական խնդիրների մեջ, որ ավելի մեծ հանճարների գործն էր։ Իսկապես ոչինչ։ Եվ եթե նրա ամուսինը եւ եղբայրը զանազան քաղաքական նպատակներով էին առաջ տանում իրանց ապօրինի ձեռնարկությունները, նա ընդհակառակն նրանց նկրտումներն անգամ չուներ։ Նա չուներ նաև կրոնական հաստատ համոզմունքներ, բայց իբրև կին եւ նորասեր կին նա ուներ մի բան. նա ազնվական էր այդ բառի բուն նշանակությամբ։ Նրա համար ինչ որ վերևներից էր գալիս, ինչ որ վերևներում էր կատարվում, բոլորը լավ էր։ Պարսից արքայական Գերդաստանի հետ խնամության կապեր ունենալով նա շատ անգամ առիթ էր ունեցել Պարսից արքունիքում լինելու եւ ծանոթ էր Շապուհի ընտանիքի հետ։ Արքունիքը հիացրել էր նրան, եւ որպես Շապուհի կանանց հագուստն ու զարդերը նրան դուր էին գալիս, նույնպես եւ դուր էր գալիս նրան Շապուհի պաշտած կրոնը։ Աշխատում էր նմանվիլ, աշխատում էր, որ յուր զավակները նույն լեզվով խոսեին, որով խոսում էին արքունիքում, աշխատում էր, որ նրանք նույն բարձր կրթություն ստանային, որ վայել էր արքունիքին։ Ինչ որ ազգային էր եւ ինչ հայկական էր նրան խիստ սոսկական էր թվում եւ մինչեւ անգամ ամոթալի։ Ինչու միշտ կարմերել պարսիկների մոտ, ինչու միշտ պակաս մնալ, այդ մտքերը վրդովեցնում էին նրան։ Նա մոտեցավ լուսամուտին, նայեց արեգակին։ Ինչու այդքան ուշանում են, ինչ է նշանակում այդ, մտածեց ինքն իրան, եւ նրա անհամբեր դեմքի վրա երևացին բարկության նշմարներ։ Միթե յուր բոլոր պատրաստությունները պետք է ապարդյուն մնային։ Սպասավորները մեկ-մեկ ներս էին մտնում ու դուրս էին գնում, զանազան իրեղեններ բերելով ու տանելով։ Ներս մտավ եւ ներքինապետը, հաճոյամոլ Բագոսը, յուր լերկ ու լպիրշ դեմքով։ Թեև Բագոսը վայելում էր յուր տիկնոջ խորին հավատարմությունը, բայց դարձյալ տիկինը բոլոր արժանապատվությունից ստոր համարեց հայտնել նրան, թե կասկած ունի, միգուցե տոնախմբությունը այն շքեղությամբ չկատարվի, որքան ցանկալի կլիներ։
Բայց խորամանկ ներքինին այն աստիճան ուսումնասիրած էր յուր տիկնոջ բնավորությունը, որ հենց նրա երեսին նայելով հասկացավ, թե ինչն էր աղմկում նրա փառասեր սիրտը եւ ինչ կեղծ ժպիտը երեսին ասաց. «Մի քանի իրեղեններ պետք է դուրս տանել տիկին»։ Ինչու՞։ Որովհետև տեղ չի լինի բոլոր այցելուների համար։ Այդ ահագին դահլիճում։ Բայց այցելուների բազմությունն էլ ահագին կլինի։ Տիկինը ուրախացավ, բայց թաքցնելով յուր ուրախությունը դարձավ դեպի ներքինապետը, փոքրին զայրացած ձևանալով։ Պետք է կարգի ու կանոնի սովորեն, Բագոս, հարկավոր չէ, որ ամեն մի այցելու մնա դահլիճում եւ ավելորդ տեղ բռնե։ Նրանք կգան, ընդունված բարեմաղթությունները կանեն եւ իմ օրհնությունը առնելով դուրս կգան գիտսենյակը, այնտեղ կսպասեն, երբ կվերջանա ընդունելությունը, այնուհետև ինձ հետ միասին կգնան Ատրուշանը երկրպագություն տալու սրբազան կրակին եւ ներկա գտնվելու հանդիսավոր զոհաբերության արարողությանը։ Հասկացար։ Գնա, ասա տաճարապետին, նա այդ կարգերը լավ գիտե, թող այնպես կարգադրե բոլոր ծեսերը, որ ամեն ինչ ըստ պատշաճի կատարվի եւ վայելուչ։ Ներքինապետը գլուխ տվեց եւ անվերջ ժպիտը երեսին հեռացավ։ Տիկինը մնաց միայնակ։ Այժմ նա հանգիստ էր, այժմ լիապես հույս ուներ, որ տոնախմբությունը փառավոր հաջողություն կգտնե։ Քառորդ ժամ չանցավ, եւ սենեկապետներից մեկը ներս մտնավ հայտնելով, թե ավագանին եւ աստիճանավորները խնդրում են ներկայանալ։ Նա անցավ դահլիճի վերին կողմը, նստեց թանկագին գահավորակի վրա։ Այդ միջոցին պալատական բարձր դրանիկները կարգով շարվեցան նրա բազմոցի շուրջը։ Ամենքը զարդարված էին տոնական հագուստներով, ամենքը զրահավորված էին ոսկեզարդ զենքերով։ Ներս մտան աստիճանավորները եւ ամբողջ ավագանին։ Նրանք խորին կերպով գլուխ տվին եւ լուռ կանգնած մնացին դահլիճի պատերի մոտ։ Տիկինը մի առանձին հաճությամբ դարձավ դեպի այցելուները այդ խոսքերով. Փառք եւ գոհություն պայծառարամազդին, որ ինձ պարգևեց երջանիկներից ամենաերջանիկը լինելու վիճակը, եւ ես բախտ ունեմ, ով սիրելի ավագներ, ձեզ հետ միասին տոնելու այն մեծահանդես օրը, որ ստանում է ամբողջ տիեզերքը։ Թրջունն ու անասունը, վայրի խոտն ու ծաղիկը եւ անտառի հսկա եղևնինը այսօր ուրախ են, որովհետեւ նորեկ գարունը բերել է նրանց համար նոր տարի եւ նոր կյանք։ Մարդը նույնպես պետք է յուր խնդակցությամբ խառնե բնության ընդհանուր հրճվանքի հետ։ Անցավ ձմեռը յուր մահաբեր սառնամանիքով, անցավ մռայլի ու մռախուղի թագավորությունը։ Ծագեց մեզ նոր օր յուր լուսապայծառ ջերմությամբ, իջավ երկնքից սրբազան հուրը եւ յուր կենսագործող զորությամբ շունչ պարգևեց սառած տիեզերքին։ Մեռած գետինը ուժ է ստանում, քնած ծառերը զարթնում են, ամենուրեք շնչում է Աստծո հոգին եւ ամենուրեք հարություն է առնում մահացած կյանքը։ Բնության ընդհանուր գործունեության հետ սկսվում են եւ մարդու աշխատությունները։ Հերկավարը յուրարորը տանում է դաշտը, այգեգործը սկսում է բերել խոնավ երկիրը, կանաչազարդ արոտների վրա սփռվում են հովվի ոչխարները, աշխատանքը սկսում է եռ գալ, որպես եռ է գալիս ներշնչված ոգևորված գետինը։ Ոչ միայն անհրաժեշտ է, ով սիրելի ավագներ, այլ մարդու սրբազան պարտքն է, որպես բոլոր արարածներից ավելի ուշիմագույնին եւ որպես բոլոր արարածներից ավելի առատությամբ վայելողին բնության պարգևները, որ նա նախքան յուր աշխատությունների սկսելը յուր գոհությունը մատուցանե այդ բոլորի բարիքները իրան պարգևողին։ Այդ իսկ նպատակով մեր այժմնահիշատակ նախնիքը սահմանել են գարնանամուտի տոնախմբությունը, բայց մենք մեր նախնյաց ապաշնոր հետևողներս դադարեցինք կատարել։ Վերանորոգենք արդարն ու ճշմարիտը, վերադառնանք բնականին, ով սիրելի ավագներ։ Ահա այնտեղ անշեջ Ատրուշանի մեջ վառվում է աստվածային հուրը, ամբողջ տիեզերքին կյանք եւ ջերմություն պարգևող արարչագործ զորությունը։ Գնանք եւ հանդիսավոր զոհաբերությամբ մեր սերն ու գոհությունը մատուցանենք այն զորությանը, որ անհասանելի եւ անքննելի Աստծո սրբազնագույն օրինակն է մեր երկրի վրա, եւ թող օրհնյալ լինի նրա փառքն ու պատիվը։ Տիկնոջ ճառը այն աստիճան խորին տպավորություն գործեց հանդիսականների վրա, որ ամենքը միաձայն կրկնեցին. եւ թող օրհնյալ լինի նրա փառքն ու պատիվը։ Այնուհետև առանձին մոտենում էին եւ ծունր դնելով տիկնոջ առջև, համբուրում էին նրա աչը եւ ամենաջերմ բարեմաղթություններով ցանկանում էին նոր տարու հետ եւ նոր բախտավորություններ։
Տիկնոջ գահավորակի աջ և ձախ կողմերում դրված էին մի ափսեներ, որ բոլորված մատուցարանների ձև ունեին։ Աջակողմյան ափսեն ոսկուց էր շինված և նրա մեջ դիզված էին ոսկյա դրամներ, իսկ ձախակողմյան ափսեն արծաթից էր շինված և նրա մեջ դիզված էին արծաթյա դրամներ։ Այդ խորհրդավոր դրամները, իբրև նշան արծաթյա և ոսկյա բախտավորության, հատկապես կտրված էին Նոր տարու անունով։ Պարսից արեգնափայլ արքան միայն իրավունք ուներ Նոր տարու սկզբում բաժանել յուր ավագներին այս տեսակ դրամներ և ընդմին պարգևել նրանց արծաթյա և ոսկյա բախտավորություններ։ Իսկ Մամիկոնյան տիկինը, իբրև ընդհանուր տարոնի թագուհին, ցանկանալով ոչինչ պակաս չթողնել ընդունված սովորություններից, իրան թույլ էր տվել մի այնպիսի արտոնություն։ Երբ ավագները մերձենում էին նրա աջը համբուրելու, նա ձեռքը տանում էր դեպի արծաթյա և ոսկյա ափսեները և լի բռնով վերցնելով յուր մոտ դիզած դրամներից, խառնում էր միմյանց և ապա ընծայում էր նրանց, փոխադարձապես ինքն ևս ցանկանալով Նոր տարու հետ և նոր բախտավորություններ։ Սենեկային մանգլավիկները ոսկյանախշուն սրվակներով թափում էին այցելուների ափերի մեջ անուշահոտ վարդաջուր, որով նրանք օծում էին իրանց երեսն ու մազերը, հետո մոտենում էին անուշեղենների սեղանին, վայելելու Նոր տարվա քաղցրությունները։ Այնտեղ դրված էին ամեն տեսակ բարիքներ և ամեն տեսակ զվարճալիքներ, որոնց մեջ գլխավոր տեղը բռնում էր 7 չոր մրգեղենների կույտը, հայրենի երկրի բնության բարիքը։ Մի խումբ սպասավորներ շքեղ կերպով հագնված վարդապսակ գլուխներով կանգնած էին և յուրաքանչյուրն ձեռքում ուներ այսթե մեծանոթներ, լի զանազան տեսակ անուշահամ օշարակներով և գինիներով։ Անդադար լցնում էին և ոսկյա գավաթներով մատուցանում էին հյուրերին։ Դրսում նվագարանները հնչում էին, երգում էր քաղցրաձայն գուսանը։ Այցելությունները տևեցին բավական երկար։ Բազմությունը խումբ-խումբ ներկայանում էր և, վայելելով տիկնոջ շնորհքն ու քաղցրությունը, դուրս էին գալիս կից սենյակը, ուր պիտի սպասեին ներկա գտնվելու հանդիսավոր զոհաբերությանը։ Կից սենյակում ևս հյուրերի համար ամեն տեսակ մեծարանք պակաս չէր։ Այստեղ նրանք ավելի ազատ, ավելի հոգեզվարթ կերպով անձնատուր էին լինում իրենց բավականություններին, խոսում էին, ծիծաղում էին և յուրաքանչյուրը լի գոհունակությամբ արտահայտում էր իր ուրախությունը։ Տղամարդերի ընդունելությունը վերջանալուց հետո սկսվեցավ կանանց ընդունելությունը։ Այդ վերջինների թիվն այնքան շատ չէր, ներկայացան միայն ամրոցում ծառայող կանայքը և մի քանի աստիճանավորների տիկիններ։ Կրակի սրբարանում արդեն սկսվել էր պաշտոնակատարությունը։ Ամրոցի այս կողմում, ուր վաղեմի ժամանակներից կանգնած էր Մամիկոնյանների տոհմային եկեղեցին, ուր մի շարք խուցերում բնակվում էր դրան երեցը յուր պաշտոնյաների հետ և կերակրվում էին իշխանական սեղանից, այժմ նույն եկեղեցու տեղում շինված էր մի պարսկական ատրուշան։ Սամվելի մայրը քանդել տվեց եկեղեցին և նրա տեղում հիմնեց ատրուշանը։ Քրիստոնեական կրոնավորների խուցերում այժմ բնակվում էր դրան մոկպետը յուր մոգերով։ Բարձր սյունազար տաճարի մեջտեղում մարմարյոնյա քառակուսի սեղանի վրա վառվում էր որմզդական սուրբ հուրը և յուր անշարժ բոցերը տարածում էր մինչև տաճարի ընդարձակ կամարները։ Մոգերը զգեստավորված ճերմակ հագուստներով և օծված անուշահոտ յուղերով հնչեցնում էին ձեռքներին բռնած փոքրիկ զանգակները և երգելով թափոր էին կատարում կրակի շուրջը։ Բազմությունը ծունր դրած տաճարի կամարների ներքո լսում էր և երկյուղածությամբ երկրպագություն էր տալիս։ Տաճարի մոտ պահված էին 100 հատ առողջ և անբիծ խոյեր, սպիտակ ձյունափայլ գեղմով և ոսկեզօծ եղջյուրներով, որ պիտի հազեին։ Այն օրը բոլոր հանդիսականները պետք է ուտեին սուրբ տաճարի սեղանից, ճաշակելով զոհված միս։ Երբ սկսվեցավ հազման արարողությունը, հայտնվեցավ Մամիկոնյան տիկինը շրջապատված յուր դրանիկների վայելչակազմ բազմությամբ, հանդիսավոր կերպով մերձեցավ սուրբ տաճարի սյամին և խորին ջերմեռանդությամբ ներս մտնելով նախ երկրպագություն տվեց կրակին և ապա 3 անգամ պտույտվեցավ սեղանի շուրջը։ Այդ միջոցին բազմության մեջ անցավ մի շշուկ, մի հանկարծակի իրարանցում, որ վերջը աղմկեցավ ուրախաձայն բացականչություններով։ Բոլորի զարմացած աչքերը դարձան դեպի այն կողմը, ուր բացվում էին ամրոցի գլխավոր դռները։ Անհամբեր քայլերով ընթանում էր մի բարձրահասակ երիտասարդ, իսկ նրա ետևից մի ստվար խումբ զինված մարդիկներ։ «Սամվել» անունը հնչվեցավ հազարավոր բերաններում և բազմությունը մի կողմ քաշվելով ճանապարհ տվեց։ Երիտասարդը մոտեցավ տաճարին։ «Սամվել», կրկնեց նաև մայրը և տաճարից դուրս վազելով գրկեց որդուն։ Հանդիպումը խիստ սրտաշարժ էր և միևնույն ժամանակ խիստ եղերական։
Ահ, որքան ուրախ եմ ես, որքան երջանիկ եմ ես, սիրելի Սամվել, ասում էր կարոտյալ մայրը, բաց չթողնելով որդուն յուր գրկից, որ դու ժամանում ես քո հայրական ամրոցը մի այնպիսի բախտավոր րոպեում, երբ քո մայրը կատարում է գարնանամուտի մեծահանդես տոնախմբությունը։ Քո ներկայությունը, սիրելի Սամվել, մի նոր փայլ, մի նոր շուք կտա այդ տոնախմբությանը։ Անսպասելի տեսարանը այն աստիճան հուզեց, այն աստիճան սաստիկ խռովության մեջ դրեց անբախտ երիտասարդին, որ նա բոլորովին շփոթվեցավ եւ մի բառ անգամ չգտավ պատասխանելու մորը։ Մայրը բռնեց նրա ձեռքից, ներս տարավ տաճարը։ Սամվելը թախծալի աչքերով նայեց կրակի վրա, նայեց եւ մոգերի վրա։ Փոփոխությունը չափազանց անմխիթ հարական էր։ Մտաբերեց, որ այժմյան նա Տրուշանային եկեղեցին էր, որտեղ աղոթել են յուր նախնիքը, եւ որի սուրբ ավազանից ինքը ծնունդ էր առել։ Մայր, ասաց նա խռովյալ ձայնով, ես ինձ բոլորովին դժբախտ եմ համարում, որ վերադառնալով իմ հայրենական ամրոցը, ամեն կարգ, ամեն սրբություն խանգարված եմ գտնում։ Եթե ցանկանում ես, որ ես քո որդին լինեմ, հանգցրու այդ կրակը։ Մոր աչքերը վառվեցան բարկության բոցով։ Ես աստվածասպան լինել կարող չեմ, Սամվել, պատասխանեց նա զայրացած կերպով հրաժարվելով։ Եթե դու իմ որդին ես, պետք է երկրպագություն տաս այն սրբությանը, որ պաշտում է քո մայրը։ Ուրեմն ես կսպանեմ քո Աստծուն, մայր։ Չես համարձակվի, Սամվել։ Մոգերն ու մոգբետը երկյուղից մի կողմ քաշվեցան։ Սամվելի մարդիկը շրջապատեցին նրանց։ Բազմությունը ապշած կերպով նայում էր, թե ինչով կվերջանա մոր եւ որդու կռիվը։ Տիկնոջ դրանիկներից մի քանիսը իրանց ձեռքը տարան դեպի սրերը եւ զայրացած դեմքով սպասում էին նրա հրամանին։ Սամվելի մարդիկը նկատեցին այդ, իրանք նույնպես ձեռքները տարան դեպի սրերը։ Անզուսպ կատաղությունը տիրեց դժբախտ որդուն։ Նրա սպառնական դեմքը այդ րոպեում ահռելի էր։ Խորին վրդովմունքով դարձավ դեպի մայրը, ասելով. «Կրկնում եմ, մայր, հանգցրու այդ կրակը»։ Անկարելի է, Սամվել։ Կրկնում եմ, հանգցրու այդ պղծությունը, եթե ոչ, ինչ կանես։ Քո այրունով կհանգցնեմ։ Անիրավ։ Թող մարդիկ ինձ անիրավ կոչեն, թող մարդիկ ինձ եղեռնագործ կոչեն, ահա այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանե եւ ուրացող մորը։ Վերջին խոսքերի հետ նա ձեռքը տարավ դեպի մոր գլուխը, բռնեց նրա երկար գիսակներից, քարշ տվեց կրակի սեղանի մոտ։ Սուրը շողաց, տաք արյունը թափվեցավ սեղանի վրա։ Բազմության միջից լսելի եղան ուրախաձայն աղաղակներ։ Արժանի էր։